Բարի, նախ շնորհակալ եմ նման ձևաչափով եւ օրակարգով քննարկում նախաձեռնելու համար։ Ցավոք սրտի, այո, մենք հայտնվել ենք արտաքին մարտահրավերների թատերաբեմում եւ կարծում եմ մենք բոլորս պետք է այդ հարցադրումը հնչեցնենք, ու ուղերձը հասցնենք մեր հասարակությանը։ Արդյոք մեզ համար ընդունելի է, որ արտաքին մարտահրավերներն են ձևավորում Հայաստանում իրավիճակը եւ արդյոք ժամանակը չի անցնելու այն իրականությամբ, երբ Հայաստանը կընդունի ձևաչափն ու ուղեցիրը, ինչպես ընդունել այդ մարտահրավերներն ու ներազդեցությունը։ Այս տարին, գալիք տարին 2026 թվականը հիրավի իմ գնահատման բախտորոշիչ է լինելու, թե մեր ազգի եւ թե մեր պետականության հետագա ընթացքի համար։ Որովհետև ինչպես իրավացիորեն նշեցիք, հիմա օրակարգում մի իրավիճակի ենք առերեսվել, երբ մեր իշխանությունը ըստ էության, իրենց անունով դիմում է եվրոպական կառույցներին օգնության խնդրանքով, որպեսզի ընտրական գործընթացներում ապահովեն իրենց վերարտադրությունը։ Այսինքն եվրոպական կառույցների գնահատականը, ճակերտավոր հիբրիդային պատերազմների մասին, ճակերտավոր մեր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները, տարբեր ուժերին, կառույցներին, աշխարհաքաղաքական խաղացողներին հստակ գալիս են մի պարզ բնորոշման։ Մեր երկրում այս պահին իշխանություն կանգնած քաղաքական ուժը փորձում է արտաքին ուժերին բերել Հայաստան ներազդելու Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացու որոշման վրա։ Այսինքն սա ուղղակիորեն թիրախավորում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Եվ այն ուժը, որը կարծում եմ երբևիցե ամենաշատն է խոսել սուվերենությունից Հայաստանի Հանրապետության, ինչը կարմիր թելով անցկացնում են ու պարբերաբար բարձրաձայնում են վերջերս ստորագրված փաստաթղթերի շրջանակներում, օգոստոսի 8-ին կնքված եռակողմ միասնական հռչակագիրը, դրան հաջորդած նախաստորագրված պայմանագիրը առավել հարվածի տակ է դնում հենց այդ ինքնիշխանությունը։ Որևէ ներազդեցությունը ընտրական գործընթացին, որևիցե աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից, դա հարվածի տակ է դնում մեր պետության իրավական եւ ժողովրդավար հիմնարար սկզբունքները։ Հայաստանի Հանրապետությունում բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են կայացնել որոշում, թե ով է հանդիսանալու մեր երկրի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այն բացառիկ իրավունքը պատվիրակելու որևէ քաղաքական ուժի կազմակերպելու եւ իրացնելու իր երկրում հետագա քաղաքական իշխանության դերը։ Եվ կրկին ընդգծում եմ, ինչ իրավիճակ ունենք այսօրվա իշխանությունից հնչեցված ահազանգ, իբրև թե ճակերտավոր ասենք հիբրիդային պատերազմ, ինչպես գործընկերս իրավացիորեն նշեց, որ այդ հիբրիդայինի եզրույթի ներքո իրենք ինչ ուզում տեղավորում են, ինչ ուզում են, դա հանրությանը մոլորեցնելու ամենալավ հնարքն է, որ իրենք գտել են, որովհետև քաղաքացին չի հասկանում, ինչ ասել է հիբրիդային պատերազմ, իրենք իրենց նեղությունը չեն տվել մինչ օրս գեթ մեկ օրինակ բերել այդ հիբրիդային պատերազմի դրսևորման։ Իսկ երբ անորոշ պոպուլիստական տերմինաբանություն են բերում, հիմա ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ակտիվ հանրային գործիչ, ինձ համար ահազանգ է հնչեցվել, որ ինչ-որ ուժեր փորձում են միջամտել մեր երկրում հետագա ընտրական գործընթացներին։ Ովքեր են այդ ուժերը, ինչպես է դա դրսևորվել։ Այսօր թե մեղը, թե մուրճը այս իշխանության ձեռքում են։ Ինչու իրավապահ մարմինները չեն բացահայտում այդ դրսևորումները եւ հայկական հանրությանը հասանելի դա չեն դարձնում։ Ու այն հանգամանքը, որ հենց իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներից է գալիս մոլդովական սցենարի մասին խոսույթները, ասելիքները, կրկին հերթական ահազանգն են։ Արդյոք սա ուղղակի տրամաբանական շղթայի մեջ է։ Իհարկե, Եվրոպական միությունը, ինչպես նաև մյուս արտաքին աշխարհի կազմակերպությունները, մյուս տերությունները եւ գերտերությունները իմ գնահատմամբ պետք է Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանության օրոք լինեն հավասարակշռված դիվանագիտական փոխհարաբերությունների գործընկերներ, բայց երբ իշխանությունը կոնկրետ նախընտրություն է կատարում եւ քաղաքական եւ ներքաղաքական ծիր է բերում որևէ կառույցի,
դա արդեն լրջագույն ահազանգ է, առավել ևս, երբ այդ կառույցի ներկայացուցիչները տալիս են գնահատականներ իրավիճակի։ Գնահատականը ուղղակիորեն միջամտություն է պետության ինքնիշխանությանը։ Իսկ մոլդովական սցենարը հետևյալն է ըստ էության եղել, երբ կոնկրետ ուժերի քաղաքական գնահատական տալով արգելվել է մասնակցելու իրենց քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընտրական գործընթացին։ Այստեղ մեր ներպետական օրենսդրությանը պետք է հղում կատարենք, մեր Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացները կարգավորվում են մեր սահմանադրությամբ, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով, կուսակցությունների մասին օրենքով եւ ինչ էր եղել Մոլդովայում կոնկրետ քաղաքական ուժերի թույլ չէին գրանցել նախընտրական շրջանում։ Մենք ունենք հստակ շրջանակ հնարավորություններ ու դեպքեր, երբ չի կարող որևէ քաղաքական ուժ գրանցվել նախընտրական շրջանում, եւ այդ հնարավորությունները բացառապես տեխնիկական են, բովանդակային անդրադարձ չկա, օրինակ երբ ցուցակ է ներկայացվել, այդ ցուցակում անճշտություններ կան, երբ օրինակ դաշինք է ներկայացվել, դաշինքից մի ուժը դուրս է եկել եւ այլն եւ այլն։ Եթե այսպիսի խոսույթը մոլդովական օրինակը բերելը արդեն Եվրոպական միության կողմից ահազանգ հնչեցնելը, ֆինանսավորում տրամադրելը, իդեպ շատ կարևոր է հանրային վերահսկողություն իրականացնել, թե այդ տրամադրված ֆինանսավորումը ինչպես է բաշխվելու։ Սա պետք է լինի մեր հանրության եւ հատկապես հանրային վերահսկողություն իրականացնող ակտիվ քաղաքացիական հասարակության առաջնային օրակարգերից։ Այս պայմանությամբ հաստատված հայտարարություն կա, որ Հայաստանի Հանրապետության իշխանությանը տրամադրվում է բավականին կլորիկ գումար նախընտրական գործընթացներն ապահովելու համար ու ենթադրվում է, որ Եվրոպական միության հենց առաջնային սկզբունքներից ու չափորոշիչներից ու հիմնարար կոնվենցիոնալ դրույթներից ելնելով դրանք պետք է ուղղված լինեն ազատ, արդար, հավասար, ուղղակի ընտրական գործընթաց կազմակերպելու։ Ու մեր արդեն առավել ակտիվ հասարակությանը ստանձնուն դերը վերահսկվելու, թե ինչ ուղղությամբ են այդ գումարները ծախսվել։ Եվ ի վերջո կրկին ընդգծենք, Եվրոպական միությանը մենք կարող ենք անգամ բավական դրական լույսի ներքո վերաբերվել այս փոխգործակցության ընթացքին, եթե չունենայինք այսօրվա իրականությունը, իսկ ինչպիսին է այսօրվա իրականությունը մեր երկրում։ Մենք մի պայմաններում ենք ապրում, երբ արդեն հետպատերազմյան շրջանը վերցնենք։ Հետպատերազմյան շրջանում ունենք բազմաթիվ տասնյակներ, եթե ընդհանուր թվականակով հաշվենք են հարյուրյակը գերազանցող քաղբանտարկյալներ։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 4 սրբազան հայրեր են ապօրինաբար ազատազրկված։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության մեծանում բարերար է ազատազրկված։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունում երբ աշխարհաքաղաքական այդպիսի փոխգործակցության պայմաններ են ընթանում, ստորագրվում են եռակողմ հռչակագիր, ըստ էության, թե արևմուտքը, ինչու ոչ նաև ռուսական կողմը հայ-ադրբեջանական հարաբերությունների համակարգման ուղղված գործողություններ են կատարում, դեռ մենք ունենք ռազմագերիներ Ադրբեջանում։ Եվ այդ ուղղությամբ, որը պետք է առաջին նախաքայլը եւ նախապահանջը լիներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, այսպես կոչված ճակերտավոր խաղաղության ընթառաջ, այսպես կոչված հենասյունային սկզբունքների կոչման կատարածման ընթառաջ, մենք չենք տեսնում որևէ շոշափելի քայլ եւ օրինակ հակառակ կողմից ընդունված պարտավորվածություն։ Հետևաբար, ամփոփելով այսօրվա իրողությունը, Եվրոպան շատ ավելի Հայաստանի Հանրապետության հետ կապված իրողություններ ուներ իր աչքի առաջ, որոնց պետք է գնահատական տրվեր։ Օրինակ, կրկին ընդգծում եմ խոսքի ազատության իրավունքը։ Մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր լրատվությամբ են զբաղվել եւ բացառապես անազատության պայմաններում են գտնվում իրենց ազատ խոսքի համար։ Երբ իրավական պետությունում, այո, եթե դու շրջանցում ես խոսքի ազատության սահմանները, դիմացի կողմը օրենքի եւ իրավունքի եղանակներով կարող է հասնել արդարադատության, օրինակ սրբարտության եւ վիրավորանքի հիմքով դատի տալով դիմացին, այլ ոչ թե ազգային անվտանգության ծառայությամբ ներխուժելով մարդկանց բնակարան եւ արդյունքում մարդկանց կալանավորելով։ Խղճի դավանանքի ազատության իրավունքը, նույն սրբազան հայրերի քեյսը, եկեղեցու դեմ ուղղված այս տարի մեկնարկված արշավը,
Այդ ամենը նոր իրավունքների շրջանակ է։ Եթե դրանից առաջ մենք քաղաքական իրավունքների խմբի հետ գործ ունեինք, մարդիկ ազատազրկվում էին, բռնության էին ենթարկվում, եթե ազատ հավաք էին իրականացնում կամ հավաքի ազատության որևէ դրսևորում են իրականացնում, օրինակ փողոց են փակում։ Այսօր քաղաքական իրավունքների խմբից վերանցում է կատարվել դեպի մարդու անձնական իրավունքները, այնպիսին, ինչպիսին խոսքի ազատությունն է, ինչպես նշեցի, խղճի դավանանքի ազատությունն է։ Պայմանական կարող եք պատկերացնել որևէ երկրում, այդ թվում Հայաստանում, եթե մեկ այլ կրոնական կազմակերպության նկատմամբ իրենց ղեկավարներին կամ մասնակիցներին նման հետապնդումների ենթարկեն։ Նույն Եվրոպան, կարծում եմ բոլորս է համոզված ենք, իսկ Եվրոպական միությունը ունի նաև բազմաթիվ մասնագիտացված կառույցներ հենց խղճի եւ դավանանքի ազատության հարցերում, ինչպիսի աղմուկ բարձրացրած կլինեին։ Հետևաբար իմ գնահատմամբ բավականին խնդրահարույց է եւ կրկին ընդգծում եմ, հանրային վերահսկողության առարկա պետք է հանդիսանա այս փոխգործակցությունը։ Իմ գնահատմամբ արտաքին ներազդեցությունը եւ միջամտությունները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին թույլատրելիության սահմանները անցել են, հենց դրա առաջին վառ օրինակը մեր սահմանադրական փոփոխություններն են, որովհետեւ այսօր Հայաստանի իշխանությունները Քավլիցի հանուն արդարության ասենք այո եկած պահից ի վեր այս քաղաքական ուժը ունեցել է սահմանադրական փոփոխությունների օրակարգ, բայց արդեն 2 տարի է Ադրբեջանի ղեկավարի թելադրանքով եւ օրակարգով մեկնարկել են նոր սահմանադրության ընդունման օրակարգ, իսկ ինչու նոր, որովհետեւ միայն նոր սահմանադրության պարագայում իրենք հնարավորություն կունենան փոփոխելու մեր սահմանադրության նախաբանը, որը ըստ էության թիրախում է։ Եվ 7 տարի ունենալով օրակարգում սահմանադրական փոփոխություններ, մենք գեթ 1 թղթին դրված հոդված դեռ չենք տեսել։ Ինչ են անում, ինչ են պատրաստում անել, ասենք ավելին պատասխանատուն այս գործընթացի հայտարարեց, որ իրենք պատրաստում են անգամ շրջանցել հայեցակարգի պատրաստումը, նախագծումը եւ հրապարակումը եւ անմիջապես սահմանադրության տեքստ են հրավիրելու։ Իսկ այսօրվա իշխանության ներկայացուցիչները իդեմ գործող վարչապետի իրենց վերջին կուսակցության վարչության նիստում հայտարարեցին, որ եթե 2026 թվականին ստանան մեր հանրության վստահության քվեն, իրենց առաջնային օրակարգային հարցերից լինելու է մեր սահմանադրության փոփոխումը եւ նոր սահմանադրության ընդունումը, ինչպես օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ալիևն էր ասել, հա, տնային աշխատանքի իրականացումը։ Եվ կարծում եմ սա լրջագույն ահազանգ մարտահրավեր է, որովհետև հրաժարումը մեր հիմնարար փաստաթղթերից եւ իմ համար շատ կասկածելի եւ մութ սահմանադրության տեքստի հրամցնումը կարող է հետագայում հանդիսանալ Հայաստանի Հանրապետության որպես միավորի, որպես պետականության գոյության հետագա հարցը, ինչը ակնհայտորեն հակառակորդ պետությունները աշխարհի մակարդակում բարձրացնելու են։ Ինչ ունենք այսօրվա դրությամբ ունենք իրավիճակ, երբ այս գործընթացների համատեքստում սահմանազատման հայտնի կանոնակարգի ընդունման համատեքստում սահմանադրական դատարանը գնահատական տվեց նաև մեր անկախության հռչակագրին։ Իսկ անկախության հռչակագիրը դա պետության ծննդյան վկայականն է, անհերքելի, անսակարկելի փաստաթուղթ է, որին շատ նուրբ լուծում տալով իրավական մեր հիմնադիր նախահայրերը հողում էին կատարել մեր սահմանադրության նախաբանում։ Ամփոփելով խոսքս ասեմ, որ նախընտրական շրջանում, քանի որ դիմացում ըստ նախնական հաշվարկների հունիսի 7-ին կայանալու է 2026 թվականի ազգային ժողովի համապետական հերթական ընտրությունները, ցանկացած միջամտությունը արտաքին ուժերի կողմից ցանկացած անհասկանալի եւ տեխնիկական հիմնավորմամբ խոչընդոտումները ներքին իրավասու մարմինների կողմից արդեն հենց ինքնին որակվելու են որպես կեղծիք նախընտրական գործընթացում։ Եվ ես լիահույս եմ, որ մասնագիտացված կառույցները եւ մեր ներքին լսարանը համարժեք արձագանք կտան այդ գործընթացներին։ Շնորհակալ եմ։